Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է հանձնաժողովի անդամ կպականները չէին բարեհաճել ներկայանալ նիստին, անձնական գործերն ավելի էին կարևորել։ Ժողովուրդը նշում է կպականներն իրար հերթ չտալով փորձում էին ցույց տալ, թե Փաշինյանը չի սխալվել։ Հրապարակը փոխանցում է Երևանի առաջին ատյանի բոլոր դատարաններում բոլոր դատավորները մեկ շաբաթ պետք է հերթապահեն։ Դերևս կանխատեսում եմ, որ շատ միջնորդություններ կլինեն։ Ժողովուրդը տեղեկացել է, որ հոգևորականների գործով բացի Հովհաննիսյանից հաղորդում է տվել նաև մի քննիչ։ Փաստն ընդգծում է Էդմոն Մարուքյանը 3 դատի է տվել ՀՀ կառավարությանը։ Հրապարակը տեղեկացնում է Արմավիրի մարզպետը բանուգործը թողած ողջ օրը էջմիածնի ընտրություններով է զբաղված։ Ժողովուրդը գրում է Սրբուհիկ Գալյանը տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք։ Փաստն արձանագրում է տպավորություն է, որ իշխանությունը նստած սպասում էր Փաշազադեի հերթական հայտարարությանը։ Հրապարակն էլ նկատում է առողջապահության հանձնաժողովը ծառայողական մեքենան կիսում է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ չինգաչուկ են անում։ Ժողովուրդը նշում է Նարեկ Գրիգորյանը ժանրի կանոններով զբաղված է ակնհայտ ստեր խոսելով ու պորոտախոսելով։